Գտնվում եմ հյուսիս-հարավ ճանապարհի հարավ-արևմտյան թաղամասով անցնող հատվածում, ուրեմն իմ ետևում Հաղթանակ թաղամասն է, այս մասում արդեն ուրեմն B4 թաղամասն է, այնտեղ տեսնեք, ուրեմն տեսեք, ուրեմն այս հյուսիս-հարավի այս հատվածը դեռ չի գործում, այստեղ ճիշտ է մեքենաներ գնում են, բայց ինքը բացված չի համարվում, քանի որ մի փոքր կտոր, եթե հիշում եք, երկար տարիներ չէին կառուցում։ Հիմա տեսեք, այստեղ ճանապարհը կառուցել են եւ խոչընդոտ է առաջացել հետիոտնի համար, քաղաքացիների համար, ովքեր որ ուրեմն 4-րդ գյուղից կամ Հաղթանակ թաղամասից կամ այս սեփական տների հատվածից պետքա տրանսպորտով երթևեկեն ու իրանք ինչ են անում, այս մասը ոտքով են անցնում, բարձրանում, ես հիմա ցույց տամ ձեզ, բարձրանում այս հատվածով, բարձրանում դեպի վերև։ Հիմա խնդրեմ մեր տարածքի բնակչուհուն ինքը նկարագրի վիճակը, ավելի լավ կնկարագրեք ոնց է ժողովուրդը այստեղից օգտվում։ Ես ապրում եմ 6-րդ թաղամասում, բայց այս տարածքի բնակիչներին շատերին ծանոթ եմ, ամառանոցային երկրորդ տարածքն է, որը պատկանում է Հաղթանակ թաղամասին։ Այնտեղ ժողովուրդը քարեր են դրել, եկել են մեզ, խնդրել են, որ պիտի օգնեն։ Թե տարի։ Մեքենա չկա։ Հա, լավ։ Ժողովուրդը, այստեղի բնակվող ժողովուրդը առավոտյան աշխատանքի երեխաներին դպրոցների համար շատ ճանապարհը երկարում չեն կարում հասցնել այդքան գնալ։ Այս քարերի վրով մեքենաների դեմով գնում են։ Հիմա ժողովուրդը խնդրում է, պահանջում են այստեղ լինի օդային կամուրջ, որպեսզի այս հատվածը հատվում է Ամեկ թաղամասին եւ Կանգառին շատ մոտ է, այդտեղ անմիջապես գտնվում է Կանգառը։ Ժողովուրդը խնդրում են, որպեսզի լինի օդային կամուրջ եւ իրանք շատ արագ հասնեն դպրոց եւ աշխատանքի։ Ուրեմն Երևանի իշխանություններ, ԿՊԱ-ական եւ ոչ միայն իշխանություններ, ասեմ ձեզ, որ այս ճանապարհի վրա մի փոքր են կողմ, ուրեմն հեսա կնկարեմ այդ մասը ցույց կտամ, կա վերգետնյա անցում, որը այստեղից շատ հեռու է եւ անհարմար է այստեղ բնակվող քաղաքացիների համար, բնակիչների համար այդ հասնել մինչեւ այն ուրեմն կամուրջը այնտեղով անցնելու համար, դրա համար այստեղ այո, ինչ ճիշտ է ասում քաղաքացուին, որ այստեղ անհրաժեշտ է վերգետնյա անցում, այնպես ինչպես որ այնտեղ է կառուցված։ Սա այդ վերգետնյա հետիոտնային անցումն է, սա վերելակի համար նախատեսված հոր է, այսպես ասած շախտ է, ինչպես տեսնում եք դուր չկա, վերելակը պետք է բարձրանա վերև, այնտեղից մարդիկ, որ անցումով անցնեն, այս վերելակից պետք է օգտվեն թե տղալեցները, թե երեխա ունեցող մայրերը, սայլակով եւ հաշվանդամունություն ունեցող քաղաքացիները եւ ինչպես տեսնում եք վերելակ չկա։ Այս նույն վերելակի շախտանա, որտեղ պետք է վերելակ լինի, ու այստեղ պետք է վերելակի դռներ լինի, որտեղից քաղաքացիները դուրս կգան ու այս անցումով կանցնեն մյուս կողմ, այնտեղ արդեն ուրեմն վերելակի կարիք չկա, միջապես փողոց է դուրս գալիս եւ նաեւ ցույց տամ քիչ առաջվա այն հատվածը, որտեղից նկարում է եւ քաղաքացիների խնդրանքով, նաեւ պահանջով ուզում են, որ այստեղ նույնպես լինի վերգետնյա անցում, այս հատվածն է, 4-րդ գյուղի կամ Հաղթանակ թաղամասից դեպի Ամեկ թաղամաս անցնող այս հատվածն է, անհրաժեշտ է հետիոտնային անցում վերգետնյա, որովհետև այնտեղից այս կամուրջ կամ այս հետիոտնային անցում շատ հեռու է, իսկ սա էլի հյուսիս-հարավի վրայով անցնող հերթական վերգետնյա անցումն է, որտեղ նույնպես չկան վերելակներ, որտեղ նույնպես անհրաժեշտ են վերելակներ, անհապաղ։ Ամփոփելով խոսքս ասեմ, ուրեմն թե այս երկու կամուրջը, այսինքն այստեղ մեկ վերելակի կարիք կա, քիչ ներքև մյուս անցումում երկու վերելակի կարիք կա, այնպես էլ Երևան քաղաքում բազմաթիվ նմանատիպ վերգետնյա հետիոտնային անցումներ կան, որտեղ անհրաժեշտություն կա թե այսպիսի ծածկի եւ թե վերելակների, որի մասին ես առանձին տեսանյութ ունեմ նկարահանած, որը հիմա դուք կտեսնեք, եւ որի մասին ես նաեւ բարձրաձայնել եմ Երևանի ավականու նիստի ժամանակ, իմ առաջարկը
ընդունվել է Տիգրան Ավինյանի կողմից, որ պետք է այս հետիոտնային անցումները ունենան թե վերելակներ եւ թե ուրեմն ծածկեր, որը կապահովի անձրևի այդ ձյան ժամանակ կապահովի ուրեմն ժողովրդին նաեւ այդ ծածկի դեր կտանի, իսկ վերելակներից օգտվելու համար ես տարբերակ եմ առաջարկել, թե ինչպես կարելի է վերելակները կազմակերպել աշխատանքի այնպես, որ վերելակները ծառայեն հաշվանդամություն ունեցող քաղաքացիներին, սայլակով երեխա ունեցող մայրերին, տարեցներին, այդ առաջարկս նույնպես կտեսնեք այս տեսանյութից հետո։ Ուրեմն Երևան քաղաքում վերգետնյա բազմաթիվ անցումներ կան։ Ես այստեղ ցույց եմ տալիս 14-15 անցում։ Այս անցումներում տեսեք ինչ եմ տեսել ու ինչ եմ առաջարկում, որ արվի հնարավորինս եկող տարի, եթե հնարավոր է։ Ուրեմն տեսեք, անցումները ու որոշները ունեն ծածկեր, որը շատ լավ է, իսկ որոշները շատերը չունեն ծածկ։ Ծածկը ինչի համար եմ ասում լավ է, որ ձմռանը, նամանավանդ ձմռանը եւ նաեւ անձրևային եղանակին ծածկ լինի, ձմռանը այդտեղ անցունակությունը լինի ապահով քաղաքացիների համար, իսկ երկրորդը այդ անցումներում խնդիրը վերաբերվում է վերելակներին։ Ուրեմն կան վերելակով անցումներ, այս տեսանյութում կոնկրետ 2, կարծեմ թե 3 անցումներ են, որ վերելակ ունեն, մեկը Դավթաշենի մոտ է այդ կամուրջը եւ մեկը Նորագավիթ, բայց այդ վերելակները չեն աշխատում։ Այսինքն զուտ բուտաֆորիա է, այդ վերելակը կա, բայց չի աշխատում։ Վերելակները անհրաժեշտ են, ես առաջարկում եմ ինչպես ստորգետնյա անցումների դեպքում կան վերելակներ հաշվանդամություն ունեցողների եւ նաեւ ծնողների համար, ովքեր որ սայլակով են իրենց երեխաների հետ լինելու, իրենց համար լինեն վերելակներ, որպեսզի քաղաքացիների համար հեշտ լինի այդ աստիճաններ բարձրանալը, որից եմ կրկնում, թե հաշվանդամություն ունեցողների, թե ծնողների եւ նաեւ թե տարեց մարդկանց համար, որովհետեւ տարեց մարդիկ էլ չեն կարողանում բարձրանալ այդ աստիճանները, առաջարկս, որպեսզի նախատեսվի այդ վերգետնյա անցումներում կառուցվի կամ ավելացվի նաեւ վերելակներ, մարդկանց անցունակությունը կամ մարդկանց այդ փողոց անցնել ավելի հեշտացնելու եւ անվտանգ դարձնելու համար։ Շատ լավ, պարոն Դանելյան, երկու վերելակները, որոնց մասին խոսում եք, ենթադրում եմ հյուսիս-հարավ ծրագրի խնդիրներից մեկն է մեր մնացել, ճիշտ եմ հիշում, պարոն Արայան, այնտեղ նույնիսկ բան չունենք, էլեկտրականության խնդիր ունենք։ Այո, պարոն քաղաքապետ, երկուսն էլ կառուցվել է Ասիական բանկի ֆինանսավորման ճանապարհաշինության շրջանակներում, կոնսերվացված են երկուսն էլ, Նորագավիթը եւ Դավիթաշենը։ Երրորդը նախատեսված է Մալաթիա Բաբաջանյան փողոցի վրա, հորանները պատրաստ են, բայց վերելակ տեղադրված չէ։ Սա է վիճակը։ Եկեք մի հատ ֆինանսական գնահատականը հասկանանք, ինչա դրանք գործարկելու գինը, պարոն Արևշացյան, հասկանանք ինչ, սկսենք հələ եղածը գործարկելուց, տեսնենք բանը օգտագործելիությունը իրա, եթե իրապես ինքը օգտագործվող բան է դառնում, միանշանակ կարելի է ամբողջ քաղաքով ծրագիրը իրականացնել պարոն Դանելյանի առաջարկով։ Շատ լավ, պարոն Ավինյան, նաև ունենք ստորգետնյաների մասով, որը այս թեժգծի շրջանակում նաև եղել է նմանատիպ առաջարկներ քննարկում ենք։ Ստորգետնյաների մասով այդ բաները լավը չեն, որակով չեն, շատ են փչանում, պրոբլեմա, ինչու չի աշխատում, էլի։ Ուսումնասիրենք, ընդհանուր ներկայացնենք։ Արձագանք, պարոն Դանելյան։ Ես այդ մասով շարունակեմ առաջարկս։ Ես առաջարկում եմ, որ լուծումներից մեկը, չգիտեմ, դա կարող քննարկվի, տարբեր լուծումներ ունեն, որպեսզի ինքը չդառնա հանրային տուալետ եւ որպեսզի չփչանա հաճախակի, ինքը սահմանափակված լինի օգտագործման առումով, այսինքն այսօրվա տեխնոլոգիայի զարգացած դարում հնարավոր է սահմանափակ մարդիկ դրանով օգտվեն, այսինքն օրինակի համար հաշվանդամություն ունեցողները կամ թոշակառուները, ովքեր ունեն քարտեր, որ իրենց աշխատավարձը ստանում են քարտով, մի հատ իրենց քարտը մոտեցնելով կարողանան այդ վերելակը կանչեն ու ամեն մեկը չօգտվի այդ վերելակից եւ այնտեղ նաեւ անվտանգության հետ կապված մի առաջարկ, եթե կառուցվել է եւ եղածները, որը կան, իրենք թափանցելիություն ունենան, որպեսզի ֆոբիաներով մարդիկ չվախենան վերելակ նստեն, այսինքն ապակու կամ ապակուն փոխարինող ինչ-որ բանով թափանցելի լինեն, որպեսզի մարդիկ նորից եմ ասում, այդ մի քանի մետր բարձրանալ իջնելուց չվախենան։ Սա որպես տեխնիկական առաջարկ, մնացած ավելի մանրամասը կարելի է նաև հանդիպման ժամանակ։ Շատ լավ, պարոն Դանելյան, եկեք ուրեմն փորձենք մի հատ հասկանալ ֆինանսականը գործարկելու գինը ինչ է, եկեք գործարկենք եղածները, մի հատ տեսնենք ոնց է process-ը, այսինքն օգտագործելիությունը, ու եթե տեսնում ենք, որ
ինքը հաճախ օգտագործվող է, արդեն անցնենք պարոն Դանելյանի առաջարկներին, էլի։ Խնդրեմ պարոն Արոյան։ Պարոն Արինյան, պարոն Դանելյան, ի սկզբանե 3 կետն էլ նախատեսված է եղել հաշվանդամություն ունեցող անձանց համար։ Ֆունկցիոնալ առումով հենց այդպես էլ նախատեսված է եղել։ Ես հիմա երկրորդ հարցս կտամ, բայց սա մի փոքր արձագանք անեմ, պարոն Արոյան, խոսքս վերաբերեմ ոչ միայն 3-ին, այլ քաղաքում գործող մնացած տասնյակ վերգետնյա անցումներին, որտեղ որ չկան վերելակ, այնտեղ էլ ավելացվի եւ հարմար վերելակներ ավելացի, այդտեղ ավելի շատ մարդ կբարձրանա այդտեղով կանցնի, քան հիմա անցնում են, որ հիմա խուսափում են անցնեն կամ ուղղակի հնարավոր չի անցնել, որտեղ ճանապարհը կիսված է մեր տեղից։ Հիշեցնեմ, որ 2026 թվականի բյուջեով Երևան քաղաքի վերգետնյա հետիոտնային անցումների համար հատկացվել է, նախատեսվել է 95 միլիոն դրամ։ Իսկ Երևան քաղաքի բյուջեն 400 միլիոն դոլարի սահմաններում է գտնվում։ Եվ 400 միլիոն դոլարանոց Երևան քաղաքի բյուջեով հաստատ կարելի է նմանատիպ վերգետնյա անցումներ կառուցել, նմանատիպ վերգետնյա անցումներում ուրեմն ծածկ ունենալ եւ նմանատիպ վերգետնյա անցումներում վերելակներ ունենալ, ինչպես նաեւ թեքահարթակներ։